թութելով երգում է, սաղ գյուղը լսում է։ Արցախի հետ երբեք էլ կապը չի կտրվել, Չարաճճի հələ մի բան էլ ավել, ասենք չթույլատրված բաներ շատ եմ արել։ Շատ եմ սիրում հումորներ անել ու հումորով մարդկանց, ոգևորվելու շատ բան չկա։ Ես մտածում եմ, որ մենք դեռ ոգևորվելու շատ առիթներ կունենանք։ Այո, ես շատ եմ զղջում, որ կարող էինք ավելի շատ անել, ավելի շատ նույնիսկ գնալ։ Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է ու շատ դժվար է էլի ճշմարտությունը գտնել պատերազմում։ Վարդան, հունցըք։ Լավ, դուք ոնց եք։ Ասած Ղարաբաղցեն հիշկա չկա։ Ունքել ենք լավ։ Նորմալ։ Փորձում ենք հարմարվենք ես։ Թազա իրականության այլ։ Մաղավուզա հանդերը շիշուտը քիշում, մտքեր ավդեղինում։ Ամեն օր, երևի տենց օր չկա։ Ցերեկը ստեղ են, գիշերը միշտ ընդ։ Հա, մանավանդ ես вообще երազներ շատ քիչ եմ տեսնում։ Կամ էլ պրոստը չեմ հիշում։ Բայց ես վերջերս շատ եմ երազ տեսնում, մանավանդ Ղարաբաղում, ու տեսնում եմ նենց եղած բաներ, ոչ թե երազ, այլ ինչ-որ մի հատ բան, որ եղել է։ Վերհիշում եք տամ։ Ավելի շատ հիշողություն ոնց է։ Մաղավուզը գիտում եք, չէ՞, ինչն ասում, ասում են մեր Վարդանը սեսևեջ թա կոնսերվատորիումն ապեցվալ այլ մղոզա հնդերում, տիպենք է։ Հա, գուճի վաղտ տենց սովորությունն է, իցամ մի ծառը, նստում եմ, մանավանդ թթի ծառեր ունենք շատ, տենց թութելով երգում է, սաղ գյուղը լսում է։ Հա, ասում են մին ենք տեսնում Վարդանը կավեջ ու պատվերել են, ասում են մի հատ էլ են երգը։ Դե այն տարիներին, մեր մանկության տարիներին ավելի շատ տենց հայրենասիրական երգերներ բան տարածված ու պլյուս միշտ էլ տենց ժողովրդական երգեր եմ սիրել։ տանը բարբառով խոսում եք։ Տանը անպայման, ծնողներիս հետ բարբառով ենք խոսում, երեխեքին հետ չէ ասի, բայց այն ժամանակ որ ամառները ավելի շատ Ղարաբաղում գինամ ենք ամառները, այն վաղտ մի երեխա ունեի, ինքը տենց այդ մի 10 օրում, 15 օրում ահագին բան սովորում էր, սկսում էր ինքն խոսել, բայց հասկանում եմ։ Լավ, ես էլ հնցնիմ գրական հայերենի, ձեր հազարավոր երկրպագուները մեզ լավ հասկանան։ Չէ, հավորներ հերոստատողներն էլ հասկանան, թե չէ կարանք Ղարաբաղի բարբառով խոսենք։ Հաճախ ենք լսում, որ մեծ քաղաքում Վարդան Բադալյանը չի փոխվել, Արցախցու տեսակը չի կորցրել։ Ինչով է դա պայմանավորված։ Երևի նրանով, որ Արցախի հետ երբեք էլ կապը չի կտրվել, մանավանդ որ ծնողներս, հարազատներս բոլորը այնտեղ էին ապրում, ես էլ շատ հաճախ գնում գալիս էի, տենց չեմ կարող ասել, ինչի պիտի փոխվի։ Չեմ կարծում, որ չեմ փոխվում, մարդը միշտ էլ փոխվում է, ուղղակի մանկությունը մարդու կյանքում ամենակարևոր է։ Բոլորս գալիս ենք մանկությունից ու բոլոր լավ բաներն էլ, խնդիրներն էլ ինձ թվում է մանկությունից է գալիս։ Քանի որ մանկությունս դեղ անցել, կարող է մի քիչ դժվար, որտեղ պատերազմի հետ պատերազմի տարիներն էին, բայց շատ ինձ համար լավ, ուրախ ու շատ լավ հիշողություններ ունեմ։ Կարող եք առանձնացնել դրանցից մեկը։ Հա, առանձնացնեմ, օրինակ այն ժամանակվա մեր խաղերը, հիմա օրինակ այս վերջերս էլ մինչև Արցախի կորուստն որ գնում էին գյուղում, վակերում, փողոցներում երեխա քիչ կային էլ երեխեք խաղան բան, բայց մեր ժամանակն է չէ, մենք մինչև ուշ գիշեր ինչ-որ լիքը տարբեր խաղեր կար, խաղում էինք մինչև sense մութ հանգնում էր, զորով մի կերպ տանում էին տուն։ Հիմա սա երեխեքը հեռախոսների, կոմպյուտերների մեջ են։ Հետաքրքիր տենց խաղեր, ինչպիսի երեխա եք։ Ես չէի ասի, որ տենց շատ բան, Չարաճճի ակտիվ։ Չարաճճի, շատ տենց
դեպքեր էլ ա եղել, որ չարաճճի հələ մի բան էլ ավել, ասենք չթույլատրված բաներ շատ եմ արել։ Այն ժամանակ պատերազմից հետո ամբողջ գյուղերի տարածքը բան մեր գյուղը գրավել էին, չէ՞, թուրքերը 92 թվականին, հետո որ մենք հետ եկանք, հիշում եմ ցենց տարբեր զենք զինամթերք, արկեր, ռումբեր, ինչ ասես կա, մենք երեխեքով սիրում էինք քանդել ու դե չենք հասկանում, դրա համար չենք վախում։ Ու մի անգամ հիշում եմ նոր տարվա գիշերը, ժամը արդեն 10-11-ի կողմերը, դե քանի որ չկար այդ հիմիկվա այդ սալյուտները, բաները, մենք տենց ինքնաշեն այդ պայթուցիկներից բաներ էինք սարքում ու գարեջրի այդ բանկեքի մեջ ենք լցնում, տենց մտածել ենք, տենց բան փորձարկել ենք, մի հատ որ գցում ես, հերթով սկսում են ինքը վառվել ու թռնել, սալյուտի էր նմանվում։ Ես տենց մի հատ գյուղի համար մեծ նոր տարի արեցի, մեծ հրավառություն արեցի, այդ մեր կողքի հարևանին մեծ շատ մեծ դեզում էր խոտի հետ։ Վառվեց։ Վառեցի ու թեքվեց ուղիղ այդ դեզի վրա ու սա կպավ գոմը, սա գյուղը։ Շատ դեն ժղայնացան բան, բայց հետո տենց ժպիտով ենք հիշում։ Հետո ներեցին։ Հա, մեր բարեկամի բաններ, դեզներ, գոմներ, ամբողջ այդ ձմեռվա խոտը վառեցինք, հետո մեր տրեցինք։ Душа компании, человек праздник, հումորով մարդ։ Ձեր մասին են ասում։ Կողքից շատ լուրջ եք երևում, նաև ինքնամփոփ։ Չէ, ընկերական շրջապատում հարազատների մոտիկների հետ ես շատ եմ սիրում հումորներ անել ու հումորով մարդկանց ու սիրում եմ որ ես ինքս իմ վրա եմ հումոր անում եւ հումորը ընդունել եմ, դրա համար մեծամասամբ իմ արած հումորներից չեն նեղանում ու հիշում են, սկսում են պատմել։ Հումորը շատ սիտուացիաներում փրկում է, էլի, եւ ավելի հեշտ է սարքում շփումը մարդկանց հետ։ Մի հատ օտար միջավայրում, ասենք, կարող է մի կես ժամ հետո արդեն սկսենք նոր շփվել։ Իսկ հիմա ինչով եք ոգեշնչվում։ Հիմա ինչով եք ոգևորվում։ Ոգևորվելու շատ բան չկա, բայց փորձում ենք մի քիչ ոչ թե մոռանալ, ծրվել, այլ ես ընդհանրապես տենց բան մարդ եմ, ռացիոնալ ու այդ բանը ճիշտ, այսինքն գնահատում եմ ճիշտ իրավիճակը ու ճիշտ որոշումներ կայացնում։ Չեմ սիրում շատ տենց բաներով ապրել։ Ես մտածում եմ, որ մենք դեռ ոգևորվելու շատ առիթներ կունենանք։ Նենց մարդ դաստիարակենք, նենց երեխեքի դաստիարակենք, որ կարողանան այդ հաղթանակը նորից կրկնել, որը մենք չկարողացանք, ցավոք սրտի։ Վարդան Բադալյանը հիմա ինչով է զբաղված։ Հիմա աշխատում եմ դպրոցում, ունեմ աշակերտներ, 16 երեխա, նաև աշխատում եմ կամերային երաժշտության ազգային կենտրոնում ու համերգային գործունեությամբ։ Իսկ Արցախի մասին հիմա երգեր գրվում են։ Իհարկե գրվում են։ Դե ես ունեմ մի քանի երգ, որ միշտ երգել եմ։ Մի հատ ես ընդհանրապես երգեր չեմ գրում, չեմ էլ փորձել։ Ինձ միշտ թվացել է որ չի ստացվում, բայց ես վերջերս մի 2 տարի առաջ, այն պատերազմից հետո մի հատ տենց մի անգամից փորձարեցիք։ Ես չեմ փորձել, ինչ որ մտածեմ երգ գրեմ։ Գիշերը տուն գնալուց տենց սկսեցի ինքս ինձ մտքիս մեջ ու հետաքրքրին է որ բառերով երաժշտությունը բառերը մի անգամից տենց մի հատ տենց կրկներկ եկավ ու Շուշիի մասին է։ Տենց այդ ուզում եմ այդ երգը մի քիչ դեռ շարունակեմ, ավարտին հասցնեմ ու գործիքավորենք, հետո երգեմ, եթե ստացվի։ Արցախի մասին երգերը, որը որ երգել եմ, Հորովելը կամ Ղարաբաղի երգը, ճիշտն ասած, այս վերջի տարիներին այդքան էլ տենց մի տեսակ չեմ կարող երգել, չի երգում, բայց
Իսկ ինչ եք զգում, երբ երգում եք հորովելը կամ Գիտեք, հորովել եմ իմ մանկության երգը, սա իմ պապաս այն սովորացրել։ Առաջի անգամ այդ երգը եւ ես միշտ սովորեմ, որ մեր որտեղ որ եղել է ինչ որ առիթներ, սեղան, ճաշկերույթ, գյուղում, բնության գրկում, միշտ ինձ sense այն փոքր ժամանակվանից կանգնացրել են աթոռին կամ ասում ու միշտ հորովել եմ երգել։ ու շատերն ասում են, որ Վարդանի կատարմամբ հորովելը տարբերվում է մյուսներից։ Գաղտնիքը ո՞րն է։ Գիտեք, գաղտնիքը երևի նա է, որ հորովելը ինքը sense հողագործության, գյուղի այդ միջավայրի մասին է ավելի, քանի որ ես sense այդ միջավայրում եմ մեծացել ու այդ ամեն ինչը երևի ուրիշ ձև եմ զգում։ Չգիտեմ, ամեն մեկը յուրովի է երգում։ Եթե համարում եմ, որ իմ տարբերակը լավ է, ուրախ եմ մենակ։ Հիմա չի երգվում, ասացի։ Երգում եմ ես բոլոր առիթներով, բոլոր համերգներին, ուր որ լինում եմ, մանավանդ արտասահմանում, ես նույնիսկ այս վերջերս մի ամիս առաջ Ամերիկայում էի, Սիեթլում, ու այնտեղ ես է զարմացա, որ Ղարաբաղցիներ կային շատ։ Ու նաև կային Հայաստանի եւ նաև Սփյուռքահայեր, նույնիսկ իրանց մի թեթև բացատրեցի, թարգմանեցի, գրական բացատրեցի իմաստը ու աշխատում եմ միշտ երգեմ, որպեսզի այդ գոնե մեր բարբառը չմոռանանք։ Մենք չենք մոռանա, բայց անընդհատ հիշեցնենք։ Ու բացի այդ բարբառից ինքը շատ խորիմաստ երգա ու գեղեցիկ մելոդի է։ Արցախը չկա մի քիչ դժվար է։ Հայրենասիրական երգերը, բան երգել ոնց որ չգիտեմ, մի քիչ իմաստը ոնց որ կորած լինի, բայց էլ եմ ասում, հուսով եմ դա երկար չի տևի։ Չեք զղջում, որ Արցախում մենահամերգներ շատ չեք ունեցել։ Եթե չեմ սխալվում, ապրիլյանից առաջ պետք է մեծ համերգ լիներ։ Այո, ապրիլյան պատերազմից առաջ պետք է լիներ, դե պատերազմի պատճառով համերգը սկզբից հետաձգվեց, հետո հանեցինք, հետո 19 թվականին ունեցել եմ մեր ժողովնվագախմբի հետ, այդ համերգն էլ կազմակերպել ենք թատրոնի վերանորոգման այդ հիմնադրամ էր ստեղծվել, որ համերգի ոնց որ ամբողջ հասույթը եւ նաեւ հովանավորներ կային, որոնք նվիրատվություն արեցին թատրոնի վերականգնման համար։ Այո, ես շատ եմ զղջում, որ կարող էինք ավելի շատ անել, ավելի շատ նույնիսկ գնալ Արցախում այնքան տեղեր կա, որ նույնիսկ ես չեմ հիմա նկարները որ նայում ափսոսում։ Դե գիտեք ոնց, այն ժամանակով կմտածեք, որ մենք մեզ թվում էր, որ միշտ մերնա լինելու, այտենց կհասցնենք ամենտեղ լինենք։ Միշտ հիմա այնքան եմ ափսոսում, որ շատ առիթներ, նույնիսկ sense օղակի գնալ, որ կարող էին գնալ, չեն գնացել, այսօր կգնանք, վաղը կգնանք, ու այտենց տեղեր կա, որ շատ կուզեի լինել, որ չեմ եղել, բանում դիզափայտ կատարում չեմ եղել, շատ միշտ հրավիրել են, ասել եմ լավ կգամ, չեմ գնացել։ Ես էլ հասա մեր արծիվ տղերքին, մենք էլ պիտի արժանի լինենք մեր հերոսների սխրանքին։ Այս խոսքերն ասել եք 44-օրյա պատերազմի ժամանակ, մարտի դաշտում։ Այնքան հակասական էին ռազմաճակատից հասնող մեզ լուրերը։ Ձեր տեսած զինվորը պարտվել է։ Ոչ։ Մինչև վերջի բանն էլ ոչ մեկ բոլորը հավատում են հաղթանակին, միգուցե վերջնական ոչ մեծ հաղթանակին, բայց ամեն դեպս այս ելքին ոչ մեկ չէր սպասում ու ես ինքս շատ անակնկալ եմ, այսինքն որ ամսի 9-ին պայմանագիր, մանավանդ Շուշի։ Դուք Արցախում եք այդ օրը, մինչև վերջ պատերազմի օրերին, այդ ամենասկզբի օրերին ուղղակի ստեղից ընկերների հետ բան ինչ որ բաներ ենք տանում, ուտելիք, քնապարկեր, բան ինչ որ մի քանի օր, մի շաբաթ 10 օր, հետո մնացին մեր գյուղի ոնց որ աշխարհազոր էր ստեղծվել, այդ մեր գյուղի տղաների իմ դասարանցի ընկեր, բարեկամ, տենց բոլորս միացակ նրան։ Ես
Ճիշտ ասած շատ չեմ սիրում այդ խոսել դրանից, որովհետև չեմ համարում, որ ես ինչ-որ տենց մի արտառոց բան եմ, այլ բոլորս է պարտավոր ենք։ Լավ, այդտեղ երգում եք ձեր կամ ձեր մարտական ընկերները խնդրում են երգել։ Ճիշտ ասած մի անգամ, երկու անգամ է տենց առիթ եղել, շատ ժամանակ չկար էլ տենց երգելու կամ բայց ես զգում էի, որ այդ տղեկը, իմ ընկերներս թեկուզ բարեկամ, բոլորս մի գյուղից ենք, բոլորս իրար բարեկամ ենք։ Ես զգում եմ, որ ես ոչ մի բան չանեմ էլ, իմ ներկայությունս ինչ որ մի ձևի սենս ոգևորում է, եւ դա ինձ ավելի կարևոր է, քան ես էլ աշխատում եի ինչ որ մի բանով օգնեմ։ Մի քանի ժամ մեկի տեղը ես կանգնեմ կամ հաց բերեմ, այս ցանկացած մի աշխատանք։ Իսկ ինչ վերաբերում է զինվորը, իհարկե զինվորը չի պարտվել այդ պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է ու շատ դժվար է էլի ճշմարտությունը գտնել պատերազմում։ Արցախյան առաջին պատերազմի օրերին փոքր եք եղել։ Հա, 7-8 տարեկան, ես լավ հիշում եմ։ Քիչ առաջ, այո, նշեցիք, որ 92-ին ձեր գյուղը գրավել են, տունը վառել, բայց վերադարձել ու նույն տեղում տուն եք կառուցել։ Այդ տունը վառել են, մենք 94 թվականին, երբ որ արդեն հետ վերադարձանք, նույն տեղում տուն ենք կառուցել։ Հիմա հավատում եք, որ նորից տուն են գնալու։ Այո։ Ես էլ եմ ասում, ես մի քիչ ցած իրատես եմ ռացիոնալ։ Ես չեմ հավատում, որ ես կտեսնեմ։ Աստված տա ես սխալվեմ, բայց ես հավատում եմ, որ մենք տուն ենք գնալու։ Որովհետև չի կարա էլի այսպես էս հարցը փակ։ Ինչքան էլ ուզենան մոռացության տանձը չի կարա մոռանալ, որովհետև մեր հայոց պատմության ամենաերևի մեծագույն կորուստներից մեկն է Արցախը։ Ու հույս ունեմ, որ չեմ սխալվում։ Մի օր կգնամ։